Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, րոպեներ անց մենք կշրջենք 2022 թվականի օրացույցի վերջիններն ու մուտք կգործենք 2023 թվական։ Անցնող տարի մեր պետականության համար լիերփորձություններով ու մարտահրավերներով, մեր պետության ինքնիշխանության ու անկախության համար շարունակական պայքարով ու ձեռքբերումներով, անդառնալի կորուստներով, սահմանային լարվածությամբ ու արցախայության առջև ծառացած անվտանգային սպառնալիքներով։ 2023 թվականի նախաշեմին ես ցանկանում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մեր ընտանիքներում, մեր տոնական սեղանների շուրջ, մտովի ամփոփելով անցնող տարին, մի ակնթարթ հետահայաց նետի եւ տեսնի, թե ինչ է թողնելու անցնող տարում եւ ինչ պետք է վերցնի իր հետ դեպի գալիք նոր տարիներ։ Ինչ փորձով ու գիտելիքով ենք մենք քայլ անելու դեպի եկող տարի, ինչ հույսերով, կամքով եւ հավատամքով ենք որպես պետություն, որպես ազգ ու հավաքական հանրություն շարունակելու մեր ուղին դեպի մեր նվիրական երազանքի, զարգացող, բարեկեցիկ, անվտանգ ու խաղաղ Հայաստան։ Հենց այսպիսի Հայաստան ունենալու համար ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը կարող է գիտակցել ու գնահատել իր պատմական փորձն ու փորձառությունը։ Հավատում եմ, որ այդ գիտակցման համագումարում մենք կարող ենք գտնել մեր բաղձալի հայրենիքի կերտման ներուժը։ Վստահ եմ նաև, որ մեր երկրի բաժին հասած փորձություններից մենք դուրս են գալու ավելի ուժեղ, ամուր եւ իմաստնացած։ Սիրելի ժողովուրդ, գալիք տարում մեր պետության, մեր քաղաքացիների ու պետական այրերի առաջնահերթությունները շարունակում են մնալ մեր երկրի զարգացումն ու հզորացումը, մեր սահմանների խաղաղության ու անվտանգության, Արցախի մեր հայրենակիցների արժանապատիվ ապրելու եւ իրենց հազարամյա հայրենիքում արարելու իրավունքների ապահովումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի հանգուցալուծումը։ Սիրելի հայրենակիցներ, գալիք 2023 թվականին ընթരാճ ցանկանում եմ մաղթել բոլորիս խաղաղություն, անսպառ ընտանեկան երջանկություն, տոկունություն, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, ի շահ եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ Շնորհավոր նոր տարի։